ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք անդրատլանտյան հարաբերությունները հասել են ամենացածր կետին, ընդ որում Ռուսաստանի հետ անվտանգության հարցերով միասնական համաձայնագրի ստեղծումը նույնպես գործնականում հնարավոր չի թվում։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նախկին տեղակալ եւ Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության տնօրենի նախկին տեղակալ Արնդետ Ֆրանթայք ֆոն Լորինգհոֆենը։ Նա նաեւ ընդգծել է, որ Գրենլանդիայի հնարավոր անեքսիան պետք է դատապարտվի որպես միջազգային իրավունքի ակնհայտ խախտում, հավելելով, որ նման քայլը կնշանակի ՆԱՏՕ-ի վերջը։ Քաղաքական գործիչը նաև Եվրոպան անվանել է ԱՄՆ-ի թվային գաղութ եւ կոչ է արել դառնալ ինքնիշխան։ Վերջինիս խոսքով եվրոպական երկրները պետք է շարունակեն համագործակցել Վաշինգտոնի հետ այնտեղ, որտեղ դա հնարավոր է իրենց շահերից ելնելով, սակայն նրանք պետք է կարողանան անկախ որոշումներ կայացնել։ Եվրամիությունը կարող է տարբեր միջոցներով պատասխանել ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփի սպառնալիքներին, մասնավորապես ԱՄՆ-ից ապրանքների մաքսատուրքերի սահմանմամբ, առևտրային նռնականետով կամ Չինաստանի հետ մերձեցմամբ, հայտնում է Politico-ն։ Եվրամիությունը ունի մի քանի տարբերակ պատասխանելու Թրամփի կողմից եվրոպական 8 երկրների նկատմամբ մաքսատուրքերի սահմանմանը, բայց պետք է հասկանալ, որ պատասխան գործողությունները կարող են հանգեցնել նոր առևտրային պատերազմի, նշված է հոդվածում։ Այսպես Բրյուսելը կարող է մաքսատուրքեր սահմանել 93 միլիարդ եվրո արժողությամբ ամերիկյան արտահանման ապրանքների համար։ Հոդվածի հեղինակները նաև Եվրամիության զինանոցում ամենահզոր զենքն են անվանում առևտրային նռնականետը։ Ինչպես նշվում է, տվյալ մեխանիզմը թույլ է տալիս լրացուցիչ հարկեր սահմանել տեխնոլոգիական կորպորացիաների համար, սահմանափակել ներդրումները, նեղացնել կամ փակել մուտքը Եվրամիության շուկա։ ԵՄ-ն կարող է նաև խաղարկել չինական խաղաքարտը, այսինքն աստիճանաբար մերձեցում սկսել Չինաստանի հետ, ինչպես դա արեց Կանադան։ Դանիայի իշխանությունները սպառնում են խլել այն հողը, որի վրա գտնվում են Ռուսաստանի դեսպանատան շենքերը։ Նման հայտարարությամբ հանդես է եկել Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը։ Կոպենհագենի քաղաքապետարանի կողմից սպառնալիքներ են հնչում խլել այն հողը, որտեղ տեղակայված են ռուսական դիվանագիտական առաքելության շենքերը, հայտարարել է դիվանագետը։ Բարբինի խոսքով Դանիայի կառավարությունը ռեպրեսիվ որոշումներ է ընդունում, ինչի պատճառով ստիպված է եղել զգալիորեն կրճատել ռուսական դիվանագիտական առաքելության թիվը։ Չափազանց բարդ է գործնական հարցերի լուծումը, այդ թվում հավատարմագրման ստացումը եւ դրա երկարաձգումը մեր աշխատակիցների համար, հավելել է նա։ Եվրոպան մարդկության դժբախտությունների գլխավոր աղբյուրն է եւ մինչ օրս ի վիճակի չէ փոխել իր մտածելակերպը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ Ցավոք, Եվրոպան ընդհանուր առմամբ մարդկության բոլոր գլխավոր դժբախտությունների աղբյուրն է։ Սկսած տրկատիրությունից, գաղութատիրությունից, հսկայական թվով զոհերով երկու համաշխարհային պատերազմների սանձազերծումից, նշել է նախարարը։ Լավրովի կարծիքով ներկայումս եվրոպական երկրները չեն կարող փոխել իրենց մտածելակերպը։ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի մասնակիցները պետք է պատրաստվեն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նոր վիրավորանքների։ Այս մասին հայտնում է Axios-ը, վկայակոչելով իր աղբյուրները։ Համաշխարհային էլիտայի ամենամյա հանդիպման մասնակիցները պետք է պատրաստվեն վիրավորանքների, երբ Թրամփը դուրս գա ամբիոն։ Թրամփը հավանաբար կասի. «Դուք հսկայական վճարներ եք գանձում, բայց իրականում ոչինչ չեք անում», ենթադրել է անանուն բարձրաստիճան պաշտոնյան։ Պորտալի զրուցակցի խոսքով Սպիտակ տան ղեկավարը համոզված է, որ 8 պատերազմ է կարգավորել առանց համաշխարհային կազմակերպության իրական մասնակցության։ Վերջինս հնարավոր է համարել, որ Թրամփը կեզրակացնի, որ իր խաղաղության խորհուրդը մի տեսակ հակակշիռ է ՄԱԿ-ին, սակայն երբեք չգիտես ինչ սպասել Դոնալդ Թրամփի ելույթից, քանի դեռ նա չի խոսել, եզրափակել է պաշտոնյան։